Ուրեմն մենք հերթականությամբ եկանք այսօր կանգնած ենք երրորդ թեմայի վրա կամ երրորդ դասի վրա, որը կոչվում է մարդ, այսինքն թեման մարդուն է վերաբերում հիմնականում, ուսումնասիրվի, կնայվի Աստծո գործը մարդու հետ կապված։ Այս թեման, մարդուն վերաբերող թեման մենք ուսումնասիրենք երկու բաժիններով։ Առաջին բաժինը սա է մարդու վիճակը իր արարման պահին, եւ երկրորդը մարդու վիճակը մեղանչելուց հետո եւ այսօր։ Մարդու վիճակը իր արարման պահին, առաջին բաժնից մենք պետք է նայենք, բայց այս բաժինը իր հերթին բաժանվում է մի քանի ենթաբաժնի։ Այսինքն հիմնականում մենք պետք է ուսումնասիրենք 3 ենթաբաժիններ։ Առաջին ենթաբաժինը ինչպես ստեղծվեց մարդը, երկրորդը ինչպիսին ստեղծվեց կամ արարվեց մարդը, եւ երրորդը մարդու ստեղծվելու գլխավոր նպատակը։ Ուրեմն առաջին ենթաբաժինը սա էր, թե ինչպես ստեղծվեց մարդը։ Մարդու հետ կապված Աստվածաշունչը ասում է, որ Աստված նպատակով արարեց մարդուն։ Այսինքն միայն այս դեպքում է, որ մարդը արժեքավորում է, միայն այս դեպքում է, որ մարդը նպատակ ունի, մարդու գոյությունը, նպատակ ունի եւ մարդը այդ նպատակին նայելով կյանքի իմաստ է գտնում։ Եթե մարդը զարգացման արդյունք լինի, կդառնա ընդհանրապես պատահականություն, մի պատահականություն, որ պատահական զարգացավ եւ այսպիսի մի բան առաջացավ, այդ ժամանակ արդեն մարդը արժեք չունի։ Մարդը նպատակ չունի, այսինքն մարդու գոյության հետ կապված նպատակ չկա, եւ ինչ որ աննպատակ է, դրա գինը ցածր է։ Եվ դրա մեջ երջանկություն չկա, դրա համար շատ մարդիկ, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, երբ որ նրանք Տիրոջ նպատակը չգիտեն, մարդու գոյության գլխավոր նպատակը չգիտեն, ընդհանրապես մարդը մտածում է, գուցե ես աշխարհ չգա, Իզրայել եկա, որ ամեն բարիքները տեսնելով ընդհանրապես մի քանի կարճ ժամանակով կհասցնե մի փոքր բան վայելել եւ հետո կորսվել գնալ, դրանից ելնելով մարդու մոտ առաջանում է այս միտքը, այս նպատակը, փուչ իհարկե, ունայն, որ ասում են, դե ուտենք, խմենք, քանզի վաղը պետք է մեռնենք։ Էլ կյանքը սրանով է ամփոփվում նրանց համար։ Ուրիշ ոչ մի բան չկա, սակայն Աստված ասում է ինքը ստեղծեց մարդուն։ Աստվածաշնչի առաջին գրքում այսպես է գրված, Ծննդոց գրքի 2-7-րդ խոսքն եմ կարդում, ասում է եւ Տեր Աստվածը հողու փոշուց շինեց մարդը եւ նրա ռնգած մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Ի հակադրություն բոլոր սխալ ունայն ուսմունքների կամ հավատքների, Աստվածաշունչը խոսում է մարդու կարևորության մասին, մարդու արժեքի մասին, որ ստեղծվել է ամենաբարձր, տիեզերքի ամենաբարձր, ամենամեծ անձնավորության ձեռքով, Աստծո ձեռքով։ Եվ Սաղմոս 139-14 եւ 16-րդ խոսքերը կարդամ, նորից խոսում է դրա մասին, որ Աստված ստեղծեց մարդուն։ Ասում է. «Գոհանում եմ քեզանից, որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի։ Զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ հասկացել է»։ Եվ 16-րդ խոսքում ասում է. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը դեռ անպատրաստ եւ քո գրքում գրված են բոլոր օրերը, որ լինելու են, երբ որ նրանցից դեռ մեկը չկար»։ Այսինքն Աստված ծրագրել է, սա է, ոչ թե էլի պատահականություն կամ Աստված հանկարծակի մի գործ արեց, ոչ, ասում է, բոլորը քո գրքում գրված է, ծրագրված է, քեզ մոտ կար, Աստված մարդու համար մեծ պատրաստություն էր տեսել։ Սուրբ Գիրքը շեշտում է մարդու 3 բաժինների մասին, որ մարդը 3 բաժնով ստեղծվեց, օրինակ, ասենք, մարմին, շունչ եւ հոգի։ Այսինքն մարդը միայն մարմին չէ։ Շատերը մտածում են մարդը միայն մարմին է։ Ուրեմն, որ ասեցի մարդը 3 բաժին ունի, մարմին եւ շունչ, հոգի, օրինակ Ծննդոց 2:7, որ նորից կարդամ ձեզ համար, ուշադրություն դարձնեք, ասում է եւ Տերը Աստվածը հողու փոշուց շինեց մարդը եւ նրա ռնգանց մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստված սկզբից ստեղծեց մարմինը, բայց անկենդան մարմին, ոնց որ մի տիկնիկ, բայց ամեն ինչով տեղը տեղին, բայց անշունչ եւ անհոգի։ Մարմինը կար, ամբողջովին առողջ, բայց անկենդան։ Եվ ասում է Աստված նրա մեջ շունչ փչեց։ Շունչ փչեց, այսինքն բացի մարմնից մարդու մեջ մտավ նաեւ շունչ։ Սակայն մի ուրիշ երևույթ էլ բացահայտվեց։
ոչ թե պատահական, այլ Աստծո ծրագրով, ասում եմ մարդը կենդանի հոգի եղավ։ Մեռած հոգի չէր։ Կենդանի հոգի, սա խորը արտահայտություն է, ժամանակի հետ թեմաների հետ մենք այս մասին կնայենք։ Մարդը կենդանի հոգի եղավ։ Մարմին, շունչ եւ հոգի։ Նաեւ Թեսաղոնիկեցիներին ուղված առաջին նամակի 5:23-ում գրված է։ Ասում է եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին եւ ձեր բոլոր հոգին եւ շունչ եւ մարմինը անարատ պահվի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Ուրեմն ասում է ձեր հոգին, շունչ եւ մարմինը Աստված պահի։ Միայն արարածների միջից մարդն է, որի համար ասում է Աստված շունչ փչեց, որ ոչ մի ուրիշ էակի կամ որևէ բանի մասին այսպիսի վկայություն չկա։ Սա մեզ զգաստացում է, որ ավելի ուշադիր նայենք, ով է մարդը, ինչպիսին է մարդը, կամ ինչ նպատակ ունի մարդու հետ կապված Աստծո մոտ։ Հիմա մենք նայենք երկրորդ ենթաբաժին, թե ինչպիսին արարվեց մարդը։ Իհարկե խոսքը ասացի, բայց կարդամ ձեզ համար Ծննդոց 1:26-ում, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ իր նմանության պես։ Ծննդոց 1:26-27 եւ 28-ն իհարկե կարդամ, սակայն բոլոր մտքերի վրա չեն կանգնելու, մեր թեմային վերաբերվող մտքին կնայենք։ Ասում է եւ Աստված ասաց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների, երկինքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ ասում է Աստված ստեղծեց մարդը իր պատկերով։ Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրան։ Եվ Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասաց նրանց. աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիր եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկների եւ երկինքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Ուշացում դարձնում եք, ինչպես որ ասեցի, այս թեմայի մեջ թեև ինչպիսինի մասին է, սակայն միայն մարդու համար էր, որ Աստված մեր պատկերով եւ մեր նմանության պես ստեղծենք։ Մենք նայեցինք, որ ինչպես ստեղծվեց մարդը, առաջին ենթաբաժնի մեջ, որ ստեղծվեց Աստծո ձեռքով, Աստծո խոսքով, հողից եւ Աստված փչեց նրա ռենգանց մեջ, շունչ ստացավ, նաեւ եղավ կենդանի հոգի։ Այսինքն մարդը ստեղծվեց հողից, շնչից եւ հոգուց։ Դարձավ կենդանի հոգի։ Մարդը այսպես ստեղծվեց։ Սակայն ինչպիսին ստեղծվեց, սա տարբեր է։ Մարդը ստեղծվեց Աստծո պատկերով, Աստծո նմանության պես եւ որպես հատուկ, կարելի ասել հենց այդ խոսքը, որ Աստծո համար ասում է, Աստծո մոտ այսպիսի գաղափար կա, չէ՞, սուրբ հասկացողությունը Աստվածաշնչի մեջ դիրք է եւ վիճակ։ Նաեւ այստեղ մենք տեսնում ենք ինչպիսին ստեղծվեց, սուրբ ստեղծվեց մարդը, հատուկ դիրքի մեջ, հատուկ դիրքում, որ ոչ մի արարած այդ դիրքը, այդ կոչումը Աստծուց չուներ։ Սուրբ դիրք տվեց Աստված մարդուն։ Իհարկե Աստծո պատկերով էլ նաև մենք դեռ կնայենք դրա վրա, նաև վիճակով էլ սուրբ, բայց ամենաառաջինը դիրքն էր։ Մարդու դիրքը որոշված էր Աստծո մոտ եւ հենց այդ դիրքի մեջ էլ դրեց մարդուն ստեղծելուց հետո։ Եվ շարունակությունը մենք նայենք, այդ նմանությունն ու պատկերը չի վերաբերվում իհարկե ֆիզիկականին, որտեղ Աստված թեմայում նայեցինք, որ Աստված ֆիզիկական տեսք չունի, հոգի է Աստված։ Թեև Աստված մարդու համար մարմին ստեղծեց, բայց ինչ վերաբերում է պատկերին եւ նմանությանը, դա ֆիզիկականին չի վերաբերում։ Այսինքն Աստծո նմանությունը պատկերը սա չէր, երկու ձեռք, երկու ականջ կամ երկու աշկ, մազեր եւ այլ, դա չէր։ Բայց հիմա կնայենք նմանությունը ինչին է վերաբերվում, կնայենք այդ պատկերի եւ նմանության որոշ կողմերը։ Օրինակ, Աստծո պատկերի կողմերից մեկը սա էր, որ մարդը ուներ բարոյական նկարագիր։ Աստծո նման բարոյական անձ էր։ Երկրորդը մարդը անձնավորություն է։ Եվ երրորդ կողմը, պատկերի երրորդ կողմը, որ մարդը կարող է ղեկավարել, նորից կնայենք սրա վրա, եւ չորրորդը մարդը Աստծո, ինչպես որ դրա վրա խոսեցինք, Աստծո արարածների գերագույն արարածն, այսինքն նա Աստծո նման հատուկ դիրք ունի։ Ինչպես որ Աստված է ամենաբարձր, սրա վրա դեռ կնանք մարդուն էլ Աստված սուրբ դիրք տվեց։ Ուրեմն առաջինը մարդու բարոյական նկարագիրը։ Աստված, գիտենք, սուրբ է։ Ոչ թե սուրբ է եւ սուրբ էլ կմնա մինչև հավիտյան,
որտեղ մենք խոսել ենք, որ Աստված հավիտյան չի փոփոխում։ Եվ նաև քանի որ Աստծո Սուրբ Շնչից փչվեց մարդու մեջ եղավ շուշն էլ սուրբ էր եւ դարձավ առանձին սրբված սուրբ դիրքում նաև կենթանի հոգի։ Մարդը անկենթան էր, բայց երբ որ Աստված փչեց նրա մեջ, մարդը կենթանի, այսինքն կյանք ունեցող հոգի եղավ։ Ինչ վիճակ ուներ, սուրբ վիճակ, մաքուր վիճակ, հավիտյան ապրելու վիճակ ուներ, հնարավորություն ուներ։ Եվ քանի որ մարդը նոր էր ստեղծվել, հավիտյան ապրելու հնարավորություն ուներ, ուստի եւ նրա համար փրկության հարց չկար։ Մարդու համար չէր առաջացել փրկության ծրագիր, թե Աստված ապագան գիտեր իր մոտ, արդեն որպես ամենագետ Աստված, ոչ թե չարիքը ծրագրող Աստված։ Նա գիտեր, որ մարդը կչարաշահի, հետագայում կխոսենք սրա մասին, մեղ թեմայի մեջ ավելին, Աստված իր ծրագրերը ուներ ապագայում, հազարամյակներ հետո, սակայն տվյալ պահին մարդը փրկության կարիք չուներ, որտեղ ինքը գործված չէր։ Ավելորդ էր խոսալ, որ մարդը պետք է փրկվի։ Շատերը հարց են տալիս, ասում են, լավ, մարդը եթե չմեղանչեր, չէ՞ որ հոգին ֆիզիկական հողեղեն մարմնից դուրս գալով է գնում երկինք, այդ դեպքում մահ էլ տեղի չեր ունենա, այդ ժամանակ հոգին ինչպես կգնար։ Մարդիկ իրենց աշկի երևույթով են ամեն ինչ չափում, բայց Աստված ապացուցել է մեզ, չէ՞ պատմության մեջ երկու հոգի առանց մահ ճաշակելու երկին գնացին։ Մարմինը առանց մահ ճաշակելու վերափոխվեց, նաև Պողոս առաքյալը Կորինթացիների թղթում այս մասին խոսում է, որ երբ որ Քրիստոսը գա, արդեն ոչ թե միայն պատմության մեջ մնալու են այդ երկու հոգին, որ առանց մահ ճաշակելու երկին գնացին, բայց ասում են մեռելները հարություն կառնեն, նոր մարմին կհագնեն, իսկ կենդանի մնացած հավատացյալները միանգամից կվերափոխվեն, երբեք մահ չեն տեսնի։ Մարդը իր բնությամբ Աստծո նման էր, չէ՞ մենք ասում ենք ինչպիսին էր, Աստծո նման էր, սուրբ էր, բարի էր եւ նրանում անիրավություն չկար, այսինքն մեղք չկար, ամեն ինչ շատ բարի էր։ Ուրեմն մինչև մեղանչելը մարդը ազատ էր հիվանդությունից եւ մահից, որտեվ դեռ ոչ հիվանդության պատճառ կար կամ խոսք կար, ոչ էլ մահվան, որտեվ նա չէր մեղանչել եւ չուներ մեղանչական բնույթ։ Մարդը լցված էր, այսինքն Աստծո պատկերով, բարոյական նկարագիրը սա է նաեւ ասում մարդը, չեմ ասում Աստծո նման ամենաիմաստուն էր, բայց նա իմաստուն էր։ Մարդը Աստծո նման ամենագետ չէր, բայց գիտուն էր, ինքնագիտակցություն ուներ, հենց ամենակարևորը։ Ինքը իրեն լավ տարբերում էր մյուս արարածներից։ Օրինակ, Ծննդոց 2:19-20-ը ձեզ համար կարդամ, որտեղ գրված է։ Ասում է, եւ Տեր Աստված շինեց հողից դաշտի բոլոր կենդաններին եւ երկինքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնե, թե նրանց ինչ անուն կկոչի։ Եվ ամեն ինչ որ Ադամը շնչավոր կենդանուն կոչեց, նա է նրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին եւ երկինքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամի համար իր նման մի օգնական չգտնվեց։ Ուշադրություն դարձեք, որ մենք ասում ենք բարոյական նկարագիրը, որ Աստծո նման էր, իմաստություն ուներ, գիտություն ուներ, ինքնագիտակցություն ուներ եւ ասեք շրջապատի նկատմամբ ինքը զգայուն էր եւ ամեն ինչ գիտեր։ Ուրեմն մենք տեսանք Ադամի բարոյական նկարագիրը, որ ինքը հենց ինքնագիտակցությունն իրեն ճանաչում է, եւ երբ որ ասում է Աստված գազաններին, կենդաններին, երկրի այդ բոլոր արարածներին բերեց Ադամի առջև անցկացրեց, Ադամ ասում է ամենին անուն դրեց եւ իր նման մեկին, իրեն հավասար մեկին կամ իրեն ընկեր չճարեց, կամ իրեն ընկեր չգտնվեց։ Աստվածաշունչում այսպես է գրված, այսինքն հետաքրքիր է, շատերը այսպես են հարցնում։ Հիմա որ մենք ասենք օրինակ կատվին կատու ենք ասում, էս Ադամի դրած անունն է, դրա մասին չի խոսքը Աստվածաշնչի։ Այլ խոսքի իմաստը դա այդ օրերին Ադամը որ կենթանում ինչ դրեց, ասում է հենց այդպես էլ մնաց, այսինքն սա ինչ է նշանակում, որ Ադամը այնքան իմաստություն ուներ, որ ամեն կենթանուն զգաց ինքը իրենից ինչ է ներկայացում եւ ճիշտ անուն դրեց, որևէ սխալ չարեց, որ Աստված ասեց, չէ Ադամ, այս մեկը սխալվեցիր, այսպես պետք է կոչվի։ Այսինքն ցույց էր տալիս Ադամի մեծ իմաստությունը, որ անգամ Աստված նրան չուղեց, չասեց սխալվել ես, ինչ անուն դրես ճիշտ էր դրե։ Հենց այդպես էլ մնաց այդ անունը կենթանու վրա։
Իհարկե հիմա լեզուները առաջացան, տարբեր լեզուներով տարբեր անուն են տրված կենդաններին, բայց տվյալ ժամանակին Ադամը այո լցված էր իմաստությամբ, գիտությամբ, ինքնագիտակցություն ուներ, ճանաչողություն ուներ։ Բայց երբ որ հետո կնոջը բերեցին, հետաքրքիր է որ Ադամ այս արտահայտությունը արեց, ասեց հիմա սա ոսկ հիմա պատահական չի, հիմա բառը որ ասում է, ասենք այն ժամանակ երբ որ կենդաններն են անցկացվում Ադամի առջև, նա իրեն հարմար ասում է ընկեր չճարեց, դրա համար Աստված ասում է խորը քուն բերեց նրա վրա, նրա կողի ոսկորից վերցրեց եւ տեղը միս լցեց եւ բերեց Ադամի մոտ եւ Ադամն ասեց սա հիմա ոսկորը իմ ոսկորից եւ մարմինը իմ մարմինից, սրանք կինք կոչվում որտեվ մարդուց վերցվեց։ Ուշադրություն ասում խորը քուն բերեց։ Ադամը այդ գործն էլ չտեսավ, Եվայի արարչագործությունն էլ չտեսավ, այսինքն Եվայի ստեղծվելն էլ չտեսավ։ Թենացը սակայն երբ որ բերեց, տեսնում եք նա իմաստությունը զգայարանները ոնց էին աշխատում։ Այ հիմա, այսինքն այն ժամանակ, որ ամեն ինչ բերվում էր, ինձ նման մեկը չգտնվեց։ Այ հիմա սա է, որ ինձանից է, իմ մարմնից եւ իմ ոսկորից։ Մարդու Աստծու նմանության եւ պատկերի մի կողմը, որ բարոյական նկարագիր ունի։ Երկրորդ կողմը, որ մարդը անձնավորություն է։ Աստված մարդուն ստեղծեց որպես անձ։ Նա օրինակ մեկ տեսնում եք մտածում է, ծրագրում է, ստեղծագործում է, արարում է եւ Սաղմոս 19-15-ում են գրված են։ Ասում է քո պատվիրանքների վրա եմ մտածում եւ քո ճանապարհներին մտիկ կտամ։ Քո պատվիրանքների վրա եմ մտածում։ Մարդ ասում է Աստծուն։ Ես քո պատվիրանների վրա եմ մտածում եւ քո ճանապարհին ուշադրություն կդարձնեմ։ Դե գնա մի կենթանի ճարի պատվիրաններ տուր ու թող նստի մտածի քո պատվիրանների վրա կլինի այդպիսի բան, որտեղ անձնավորություն չէ։ Իսկ մարդը անձնավորություն է, հենց մտածելու կարողությունը անձնավորություն լինելու ապացույցն է։ Օրինակ մարդը կարող է ղեկավարել այս հատվածը։ Օրինակ սա Աստծո պատկերի մի կողմն էր։ Հենց Աստված արտահայտեցել, չէ՞։ Ասես մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդն որ իշխեն համար առաջին պատկերը որ իշխեն ասես ղեկավարելու կարողությունը հենց Աստծո պատկերն էր հրեշտակներն են կառավարում հատվածը որ Աստված տվել բայց մարդու նման հրեշտակը չի կարող նրան տրված չի ամեն ինչի վրա իշխան լինել հենց Աստծո պատկերով լինելը սա է ինչպես որ Աստված է ղեկավար թագավոր ողջ տիեզերքի վրա չէ Նա ամեն ինչի վրա իշխում է, նմանապես երկրի սահմաններում, երկրի տարածքում Աստված ամեն ինչի իշխանությունը տվեց մարդուն։ Իշխեն ծովի ձկների, երկինքի թռչունների եւ երկրի վրա եղող ամեն տեսակ կենդանների եւ սողունների վրա։ Եվ այսօր էլ, թեև մենք տեսնում ենք կնայենք հետո մարդու վիճակը մեղանչելուց հետո եւ այսօր, ուրեմն սա էլ Աստծո պատկերի մեկ կողմն է, որ մարդը կարող է ղեկավարել։ Երրորդն է սա չորրորդ կողմը մարդու Աստծո պատկերով եւ նմանության մեջ լինելը սա է։ Մարդը Աստծո արածների մեջ գերագույնն է։ Սա պատկեր է, նմանություն է։ Այսինքն Աստված այսպիսի պատկեր ունի, ասենց ասած։ Նա բարձրալ է, սուրբ է, աննման է, նրա նմանը չկա։ Այսինքն իր դիրքի մեջ հավասարը չկա նրան։ Հայր մերի մեջ որ ասում եք քո անունը սուրբ լինի, ինչպես որ երկնքում է այնպես էլ երկրի վրա։ Այսինքն երկիրը որ ապականվել է, մարդիկ որ մտքով ապականված են, չեն տեսնում Աստծո այդ մեծությունը, բայց Տեր Հիսուսի փափագն էր, որ մարդիկ գան այդ վիճակին, տեսնեն Աստծո մեծությունը։ Տարբեր մարդկանց մոտ ամենասուրբ, ամենաբարձրը տարբեր բան է, ոմանք էլ իբր թե ուզում են ես ծնողներին կամ մեռելներին բարձրացնեն, ասում է իմ հորս գերեզմանը ամենասուրբ է ինձ համար։ Սա անպատվություն է Աստծուն։ Մեզ համար ամենասուրբը պետք է լինի Աստված։ Այն մեռելին բերինք, հանենք, դրինք Աստծուց բարձրացնենք, հա։ Ողջ Աստծուն, հավիտենական Աստծուց ավելի բարձր դիրքի մեջ ենք դնում։ Ուրեմն մարդը, որ մենք ասեցինք, արարածների մեջ գերագույնն է, ինչպես որ Աստված ամենաբարձրն է, արարածների միջից է Աստծո ծրագրի մեջ ամենաբարձրը մարդն է։ Եվ սա հենց Աստծո պատկեր է, նմանություն է, որ մենք ասենք ֆիզիկականը չի Աստծո նմանության, որ խոսում է Աստվածաշունչը,
այլ հենց դիրքը, վիճակը։ Մենք առաջինը նայեցինք, թե ինչպես ստեղծվեց մարդը, երկրորդը ինչպիսին ստեղծվեց կամ արարվեց, նույնն է, եւ երրորդը մարդու ստեղծվելու գլխավոր նպատակը։ Մենք տեսնում ենք գլխավոր նպատակը որն էր, հենց մարդու համար հենց սկզբից, որ հենց մարդու անուն տրվեց, Աստված արդեն գլխավոր նպատակի մասին խոսեց։ Մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ ստեղծենք։ Այսինքն Աստծո գլխավոր նպատակը մարդու հետ կապված սա էր. մարդը իրեն նմանվի, իր նման լինի։ Ինչպես որ երեխան չծնվում է թե որպես կատարյալ մարդ, բայց աճերով պետք է նմանվի հասունացած մարդուն, իր ծնողներին։ Այսինքն գործերով, կարողություններով շատ հարցում կատարյալ չէ, բայց դիրքով կատարյալ է, վիճակով էլ երեխան կատարյալ է, անմեղ է։ Նմանապես Աստված երբ որ Ադամին ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ պես, սա չի նշանակում որ վերջնական է դա, ոչ, Ադամը պետք է դեռ հասունանար, կատարյալ լինելու։ Կար Աստծո պատկերի դիրքի մեջ, կար նաեւ վիճակ, բայց այդ վիճակի մեջ պետք է աճեր։ Աստծո նպատակը մարդուն արարելուց հետո շարունակվում էր, այսինքն Աստված արարել էր, հիմքը դրել էր մարդու, սակայն ասում է Սուրբ Գրքում վկայություն կա, չէ՞ որ ամեն օր Աստված օրվա զովպային Ադամի եւ Եվայի հետ զրուցում էր, չէ՞, խոսում էր։ Այսինքն այս չէր որ Աստված ուղղակի ժամանակ էր անցկացնում նրանց հետ։ Նրանց կրթում էր, մեծացնում էր, աճեցնում էր։ Աստված հետևում էր իր նպատակին, որ մարդը հասնի կատարելության։ Մի կարևոր նմանություն էլ կար, որ ասեմ ու այս բաժնի մեջ նայենք, Աստված տվել էր մարդուն ընտրության հնարավորություն։ Ադամին թեև ստեղծել էր, սակայն նրան չէր արարել որպես մի ռոբոտ կամ որևէ կենդանի, որ ընտրելու հնարավորություն չունի։ Ասենք ծրագրերի, գործերի, հավիտենություն ընտրի, որևէ կենդանի չկա, որ դնես հավիտենություն ընտրի։ Հենց սա Աստծո նմանություն է, թեև Աստված Ադամին ստեղծել, բայց նրան հնարավորություն է տվել, որ ինքը ընտրի Աստծո հետ լինելու։ Այսինքն Աստծո նմանության մեկ կողմն սա էր, ազատ ընտրություն, կամք, ուներ կամք։ Այսինքն Ադամը կարող էր հանկարծ ասել չեմ ուզում Աստծո հետ լինեմ, բայց լույսի ցենկում խավար է։ Թեև կարող էր ընտրել, կյանքի ցենկում մահ է։ Ուրեմն Աստված Ադամին տվել էր ընտրության հնարավորություն եւ Աստված ուզում էր, որ նա իր կամքը ցույց տա, հավիտենական ընտրություն անի։ Ծննդոց 2:16-17 ուզում եմ ձեզ համար կարդալ, գրված ասում է. «Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառիցը մի ուտիր, որովհետեւ նրանից կերած օրը մահով պիտի մեռնես»։ Տեսեք, Աստված ստեղծեց ամեն ինչ, ամբողջ երկիրը տվեց Ադամին, բայց երկրի հատուկ մասն էլ դրախտային վիճակի փոխեց, Եդեմը, երկրավոր դրախտ, որ ասում են, Եդեմի տարածքը։ Այսինքն Ադամին տվել էր ամբողջ երկրագունդը, բայց տվյալ պահին այդ տարածքում էր նա ապրում։ Սակայն Աստված ընդհանրապես մեկ ծառ էր ստեղծել եւ պատվիրել էր այդ ծառին չկպնես։ Բարի եւ չարի գիտության ծառ։ Աստված կարող էր տարբեր արգելքներ դնել, հազարավոր արգելքներ դնել, բայց ընդհանրապես ամբողջ երկրագնդի վրա մեկ ծառ էր, որ արգելված էր։ Սա իրավունքի բացահայտման համար էր։ Նաեւ Ադամը պետք է աճեր, չէ՞ ասում եք կատարյալ լիներ։ Ադամը դեռ չգիտեր ինչ է նշանակում իրավունք կամ անիրավություն, ինչ է նշանակում սահման եւ սահմանի չանցնել։ Աստված այդ ծառը դրեց, պատվիրան տվեց։ Պատկերացրեք մեզ ասել ամբողջ երկրագունդը քեզ, ինչ ուզում ես արա, բայց մի հատ ծառը չկպնես, մեկ ասում չէ, սրան էլ պետք է կպնեմ։ Շատերը գիտեն թե փոքր մեղք էր, որ Ադամը գործից հետագայում կարդալ, բայց սա մեծ անհնազանդություն էր, մեծ խախտում էր, որ Ադամը արեց։ Արգելված, այսինքն նշանակում է սահմանն անցավ, անիրավացի քայլ արեց։ Սուրբ Գիրքն ասում է ամեն անիրավություն մեղք է։ Ադամը մեղք գործեց։ Եսայի 43:7-ում ասում է Աստված մարդուն արարել էր իր փառքի համար։ Եվ այդ փառքը թեև ծրագրված էր Աստծո մոտ, գիտեք, դեռ մարդու արարելուց առաջ ծրագրված էր Աստծո մոտ, սակայն բացահայտված չէր։ Պողոս առաքյալի թղթերում ինչ ասում, որ Աստված
այդ փառքը բացահայտեց Հիսուս Քրիստոսի հետ կապված ծրագրերով, ավետարանով բացահայտեց մեզ։ Օրինակ Հռոմեացիների 16:25-27 կարդամ ձեզ համար, բայց նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել Աստծո մասին է խոսքը, իմ ավետարանի եւ Հիսուս Քրիստոսի քարոզության համեմատ այն խորհրդի հայտության համեմատ, որ հավիտենական ժամանակներից լուր պահված էր, բայց հիմա, ասում եմ, մարգարեական գրքերով հայտնվեց հավիտենական Աստծո հրամանի պես եւ հավատին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մեջ։ Միայն իմաստուն Աստծուն Հիսուս Քրիստոսի ձեռով նրան փառք հավիտյան հավիտենից։ Ինչ ասում, Աստծո փառավոր ծրագիրը, որ մարդու հետ կապված էր, ծածկված էր դարերով, այս վերջին օրերում Հիսուս Քրիստոսի մասին քարոզությունով ավետարանով, այսինքն բացահայտվեց դրա մասին։ Դրա համար ասում ենք, Աստված թեև մարդուն ստեղծել էր իր փառքի համար, բայց այդ փառքի մասին դեռ չէր խոսել։ Բայց ավետարանով ամեն ինչ մանրամասը բացահայտում է Տեր իր ծրագրերը։ Նաև Եփեսացիների 1:3-6-12 ուզում կարդալ ձեզ համար, ասում է օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնային բաներում Քրիստոսով։ 6-ում ասում է իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվեց մեզ այն սիրելիով, այսինքն Քրիստոսով։ Եվ 12-ը որ մենք գովասանք լինենք նրա փառքին, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա է դրել։ Շատ հավատացյալներ փորձության մեջ այսպես են մտածում. գուցե Աստված ինձ որոշել է, որ վնասի, տուժի, գուցե մի գործ ուզենա անի, որ ես խայտառակվեմ, բայց դες չի։ Սուբգիք ասում է, Աստծո փառքի անոթն ես, ինչ որ ուզում եք քո կյանքում անել, փառավոր բաներ են, որ ինքը փառավորվի, բնականաբար դու այդ փառքի մեջ ես։ Լավ բաներ է ուզում Աստված քո կյանքում անել, ոչ թե անի, որ քեզ խայտառակի կամ ցածրացնի, չէ։ Այդպես չի, Աստված ուզում է քեզ բարձրացնել իր փառքի համար։ Գլխավոր նպատակը սա էր մարդու արարումը, որ Աստծուն նմանվի։ Ես Ծննդոցի 1:26-27-ում ասած չէ, որ մեր պատկերով մեր նմանությամբ։ Մատթեոս 5:48-ում Տեր Հիսուս ասում է շատ խրատներ ուսուցում, ասիկա աշխատանք է տանում մարդու հետ եւ վերջում ինչ է ասում ամփոփում ասելով արդու կատարյալ եղեք ինչպես որ ձեր հայրը որ երկնքում է կատարյալ է ասինքն Հիսուս սա ուզում իմ ավետարանը իմ նպատակը իմ աշխատանքը անգամ իմ զոհվելս ու հարությունս իմ բոլոր գործը սա է որ դուք կատարյալ լինեք Աստծո ձեր հորը նմանվելու այսինքն սա Աստծո գլխավոր նպատակ է շատ ժանակ մարդը կարդացել է գրքից բայց չի պատկերացնում Այո, Աստծո գլխավոր նպատակը սա է։ Հռոմեացիների 8:29-ում էլ այսպես է գրված, ասում է, որտեղ նրանց, որ Աստված առաջուց ճանաչեց, առաջուց սահմանեց իր որդու պատկերին կերպարանքից լինելու, որ նա անդրանիկ է լինի շատ եղբայրների մեջ։ Աստված սահմանել է, որ դու Քրիստոսի նման լինես, դեռ Քրիստոս մենք գիտենք, Աստված Աստծո պատկեր։ Նաև Եփեսացիների 4:13-ում վերևում այսինքն խոսում է պարգևների մասին 13-ում ամփոփում է բոլոր պարգևների ծառայության նպատակը սա է, որ դու կատարյալ մարդ լինես Քրիստոսի պատկերի պես։ Աստծո գլխավոր նպատակը սա չի առաքյալ ունենա, մարգարե ունենա, քարոզիչներ ունենա, ուսուցիչներ ունենա։ Աստծո նպատակների մեջ կա դրանք ունենա, բայց նրանք պետք է ծառայեն գլխավոր նպատակին, մարդուն տանեն Աստծո նմանության։ Նաև Կողոսացիների 2:9-ում ասում է, նաև 3:10-14-ը կարդամ 2:9-ում ասում է որտև նրանում, այսինքն Քրիստոսում բնակված է Աստվածության ամեն լիությունը մանրապես եւ երրորդում ասում է եւ հակեք նոր մարդը որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես ուր ոչ հրյա կա եւ ոչ հույն կա ոչ թլպացություն ոչ այսինքն ազգություն չկա գոյություն չունի դրանց մասը չէ այլ ինչ ասում Բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մեջ։ Ուրեմն հակեք ինչպես Աստծո ընտրվածն է սուրբեր եւ սիրելիներ ողորմասրտություն, գթացություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, եկայնամություն եւ շարունակում է։ Տեսնում եք Աստծո պատկերը։ Աստծո նմանությունը հակեք։ Ինչ է ողորմած եղեք, սուրբ եղեք, բարի եղեք, քաղցր եղեք, սիրո մեջ եղեք, սա է Աստծո պատկերը։ Ոչ թե ֆիզիկական տեսքերը։ Ասում է 3:2 Առաջին Հովհաննես ասում է սիրելիներ հիմա մենք Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնված չէ թե ինչ պիտի լինենք բայց մի բան գիտենք ասում է երբ որ նա կհայտնվի նրա նման կլինենք որտեղ նրան կտեսնենք ինչպես որ կա հետաքրքիր է չէ այսինքն պատկերը ունենք բայց վերջնականում որդի լինելուց ավելի կարևոր բան կա
գլխավոր նպատակը, նրա նման կլինենք։ Շատ են հարցնում եմ, Աստծո գլխավոր նպատակը ո՞րն է։ Շատ ասում են փրկությունը։ Ասում են ոչ, փրկությունը սկիզբն է։ Մենք փրկվում ենք, նոր դրվում ենք Աստծո ճանապարհին, որ գնանք գլխավոր նպատակին։ Փրկությունը ես նրանով չեմ էժանացնում։ Փրկությունը շատ թանկ գործ է, որտեղ Հիսուսի անձով է կատարված։ Սակայն սա չի գլխավոր նպատակը։ Հիսուսը եկել է, որ մեզ փրկի ու տանի գլխավոր նպատակին։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այո, գլխավոր նպատակը Աստծո նմանությունն է։ Եվ մենք հիմա կնայենք երկրորդ բաժինը, որը կոչվում է մարդու վիճակը մեղանչելուց հետո եւ այսօր։ Թեև Աստված մարդուն ստեղծել էր սուրբ կատարյալ, մենք արդեն չեմ խոսում դրանց մասին, իր պատկերով չէ եւ իր նմանությամբ պես, ճիշտ է։ Սակայն որ ասեցի Աստծո պատկերից մեկն է սա էր ազատություն։ Աստված ազատություն է սիրում։ Մի օր ոտքով ճանապարհ էի գնում, ճանապարհին աղոտ քարեց, ասի Տեր Աստված, ասի Երանի թե այդ մարդուն ողորմ էիր, ու մի ասես խոսք ասեցի, թեկուզ անգրագետ խոսք Աստծո կրթության համեմատ, ասի այդ Տեր Աստված, եթե այդ քո զորությունն ու քո իմաստությունը իմը լիներ, բավականա որ մի մարդ գար դեպի ինձ, ես նենց կանեի, որ ինքը անգամ չֆայմի էլ դուրս կգնա հեռանա ինձանից։ Այնպես պատնեշներ կշինեի, որ ինքը մնար փրկության մեջ, չգնար կործանվեր։ Մեկ էլ այդ պահին ես ուղղակի աղոթում եմ, բայց չեմ պատկերացնում այդ պահին պատասխան կստանամ, ուղղակի խոսում եմ, Աստծուն աղոթում եմ, մեկ էլ երկինքից ուղղակի որ այդ պահը է շատ հետաքրքիր, որ նայում եմ, որ երկինքը ճեղքվեր, ու մի ձայն եկավ երկինքից ինձ։ Ուր մնաց արդարությունն ու իրավունքը։ Ես արդեն հասկացա այդ ինչ է նշանակում։ Ու անմիջապես խոսքը դարձի ասի Աստված, Տեր Աստված, եթե քո իմաստությունը, քո կարողությունը իմը լիներ, ես շատ անիրավ կլինեի։ Բավականա մեկ ընկներ ձեռս էլ բրծում չուներ։ Դու ինչքան արդար ես, ինչքան սուրբ ես, ինչքան ազատ ես, որ մարդը կարող է գալ եւ գնալ։ Ինչքան ազատություն ես տվել մարդուն, ազատ կամքի Տեր։ Բայց ափսոս որ ընկերս սխալ ընտրություն է կատարում, քեզանից հեռանում է։ Եվ ասեցիք, որ մարդուն Աստված ստեղծել է ազատ կամքով, սակայն մարդը չլսեց Աստծուն։ Սուրբ հետաքրքիր վկայություն է տալիս, ասում է Ադամը չխաբվեց, Եվան խաբվեց։ Դրա համար մեղքի պատասխանատվությունը մարդկության սերնդի համար դրված է ավելի Ադամի վրա առաջինը։ Ասում է Եվան խաբվեց։ Ադամը գիտակցում էր ամեն ինչ։ Ծննդոց 3-րդ գլխում ասում է օձ ավելի խորամանկ էր, չէ՞։ Մոտեցավ Եվային, ասպես է հիշատակում, չի խոսում որ մոտեցավ Ադամին։ Մոտեցավ Եվային եւ Եվային առաջարկեց բարի եւ չարի գիտության ծառից ուտել, սակայն Եվան հիշեց Աստծո պատվերը, ասեց ասված է մեզ, որ մի ուտե կերածորը մահով կմեռնի, բայց սատանա խաբեց, ինչպես է որ շատ հոգեվորների խաբում նման ձևով, ռազմավարության մի ձևն է, չի ասում Աստված սխալ է, բայց ասում է չէ, չեք մեռնի, այլ ուտեք, հələ Աստծուն նման կլինեք, կարևոր բանը կկատարվի ձեր կյանքում, նմանություն։ Եվ ասում է Եվան կերավ եւ իր հետ իր ամուսնուն էլ տվեց, այսինքն ինչ է կատարվում։ Ադամը կանգնած էր Եվայի կողքին, եւ այդ ամեն իր աչքով տեսնում էր։ Եվ ես սա եմ ասում, կարող եմ առանց վախի ասել, որ չարը, օձը, ինչպես որ հայտության գիրքը ասում է, սա այն առաջին բանսարկու օձն է, այսինքն սատանան է օձի, ասենց ասած, միջոցով գործում, որ սուրբ գիրքը ասում է, նա է բանսարկում, սատանան, այն առաջին օձը, հայտության գրքում ասում է։ Ես համոզված եմ, մոտեցել էր Ադամին, քայլ արել էր, Ադամը չէր խաբվել։ Եվան խաբվեց, սակայն Ադամը ընտրություն փոխեց։ Նա կարող էր չվերցնել։ Հիմա ես չեմ խոսում նրա մասին չվերցնել, հետո ինչ կլներ, ինչ չլինի, հարցը դա չի, այլ հարցը սա էր։ Նա ընտրություն փոխեց։ Գիտությամբ խախտեց Աստծո պատվերը, դրա համար մեղքը ծանր էր։ Եվ ասում է ուտելուց հետո, ինչպես որ Աստված ասել է, կերածդ օրը մահով կմեռնես։ Նորից համար առաջին խոսքը մահվան մասին հոգևոր մահի մասին էր։ Մենք տեսնում ենք, թեև հետագան ֆիզիկապես էլ մեռավ, բայց Աստծո խոսքը հոգևոր մահի մասին էր։ Աստված ասել էր, կերածդ օրը կմեռնես, բայց մենք տեսնում ենք, ֆիզիկապես Ադամը չմեռավ։ Բայց նրանից
դուրս եկավ կյանքի ազդեցությունը, մահվան ազդեցությունը սկսեց նրա մեջ մտնել, որ ասում են մահվան խայթոցը մեղքն է։ Ադամը փոխվեց, նա դարձավ մահկանացու, Ադամի միջոցով մեղքը մտավ աշխարհ, եւ մեղքով էլ մահը մտավ աշխարհ։ Եվ այդ մահը տարածվեց Ադամի ողջ ծերունդի վրա, ես ուզում եմ կարդալ Ծննդոց 3:6-ը եւ Հռոմեացի 5:12-ը։ Եվ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելու համար, ասում է, եւ թե հաճելի իր աչքերին ու փափագելի ծառն այլու համար, ասում է, առավ նա պտղից կերավ եւ իր մարդուն էլ տվեց եւ նա էլ կերավ։ 5:12-ում Հռոմեացիներին ուղղված նամակի ասում է. Սրա համար ինչպես մեկ մարդու ձեռով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքով էլ մահը, եւ այդպես մահը տարածվեց ամեն մարդու վրա, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Հետագայում եւ այդ ազդեցությամբ էլ բոլորը մեղանչեցին։ Ադամը մեղք գործեց, ասենք մեղքն ինչն էր։ Նա իրավունքի խախտում արեց։ Այն խոսքը, որ Աստված իրավունք եւ արգելք է դրել, իրավունք չունես Ադամ այդ ծառցուտելու։ Եթե խախտես, մահով կմեռնես։ Խայթոց, այսինքն ավելի բնագրում այս խոսքը ժանիքը, խայթելու ժանիքը, ատամը, այսինքն օձը, որ ուզում էր թույնը փոխանցել որևէ մեկի մարմնի մեջ, այդ ժանիքն է անցկացնում նրա մեջ եւ բավական դա մտավ, թույնը մտավ, հետո մահը կգա։ Նմանապես չարը, որ մեկին մահ պատճառի, նախ մեղքը պետք է մտցնի նրա մեջ։ Այդ մեղքը մահվան պատճառ դառնա, մեռցնի նրան։ Եվ հաջողվեց նրան իհարկե այն պատճառով, որ Ադամը իր կամքը փոխեց։ Մինչև այդ չէր փոխել Եվայի պատճառով, ասենք Եվան, որ մեղանչեց, Ադամը կարծես նախընտրեց Եվայի հետ մնա։ Թե հիմա հետո ինչ մտածես, եթե չանի հանգարց ինչ կկատարվի, դա արդեն ներկայիս խոսք չի, սակայն ասում է Ադամը մեղանչեց, իրավունք խախտեց եւ այդ իրավունքի խախտման պատճառով մեղքը մտավ աշխարհ, մեղքով էլ մահը եւ մահը տարածվեց իր ողջ ծերունդի վրա, որպես ժառանգություն։ Սակայն մենք մի բան նայենք, իսկ ինչ է մահը։ Օրինակ մենք ասում ենք մահացած ծառ, չի նշանակում գոյություն չունի։ Ծառի մեջ կյանք չկա։ Այսինքն մահ նշանակում է կյանքի բացակայություն։ Շատ ժամանակ մարդիկ հասկանում են մահ նշանակում է վերանալ։ Սակայն չնայած թեմա կա, որ դրա մասին խոսել, կարճ ուզում եմ հիշատակել, որ Աստված ասում է դատվածների համար, որ պետք է դատապարտվեն, ասում է կրակիլիչը, որ սա է երկրորդ մահը։ Սուբգիքը ինչպես է ներկայացնում, ոչ թե նրանք գոյություն չեն ունենա, այլ ասում է նրանք կյանք չեն ունենա։ Աստված ասում է ես եմ կյանքը։ Ես եմ կյանքի աղբյուրը, Հիսուսը ասում է ես եմ կյանքը։ Նրանք հավիտյան զրկված են լինելու Աստծո ներկայությունից, Քրիստոսից, եւ սա հենց մահ է։ Մարդը կտրված, բաժանված է աստվածային կյանքից եւ հետաքրքիր է։ Տեր Հիսուսը երբ որ խոսում էր, ասում է մեկ ասես թող գնամ հորս թաղեմ գամ, Տեր Հիսուսն ասաց թող մեռելները թաղեն իրենց մեռելը։ Հետաքրքիր է, ոնց թե մեռելները թաղեն։ Մարդ կա ֆիզիկապես մեռած է, բայց Տեր Հիսուսը ոչ թե միայն ֆիզիկապես մեռածին է տեսնում նաեւ մյուսներն էլ հոգեորապես մեռած են, մեռելներ են։ Այսինքն թե ողջ են, ասես ասես քայլող են, շունչ ունեն, հոգի ունեն, բայց մեռած հոգի է նրանց մեջ։ Այսինքն Աստծուց, ասես ասես կտրված, կյանքից կտրված հոգի է նրանց։ Եփեսացիների 4:10-18-ն եմ կարդում ձեզ համար, որ ասում է չգնաք այնպես, ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությամբ, որ խավարած են մտքով եւ օտար Աստծո կյանքից, այն տգիտության պատճառով, որ նրանցում է, իրենց սրտերի կուրության համար։ Այսինքն ինչ է, օտարացած են Աստծո կյանքից, հեռացած են Աստծո կյանքից, նրանց մեջ կյանք չկա, աստվածային բան չկա։ Հենց սա է, որ Հիսուս ասում է մեռելները թաղեն իրենց մեռելը։ Օրինակ ոմանք բողոքում են այսպես, շատ է եղել, չեմ ամ, գուցե ձեզ էլ ասած լինեն, ոմանք ասում են, ախր Աստված ինչու այդ ծառը ստեղծեց, եթե նա շատ է սիրում, իբրև թե հակառակում են Աստծուն։ Իհարկե հակառակում են, բայց անգրագետ հակառակություն։ Ինչու Աստված ստեղծեց այդ ծառը, բարի եւ չարի գիտության ծառը։ Թող չստեղծեր, Ադամն էլ թող չուտեր եւ ոչ մեղք կներ, ոչ էլ մահ։ Բայց սա մեկ օրինակ էր, որ Աստված սովորեցնում էր մարդուն,
իրավունքի մեջ մնա, մեկ ծառով էր ուզում սոցը, պատկերացրեք, որ Աստված թեկուզ այդ ծառը չլներ, բայց ասել է, չաճեցեք, շատացեք, բոլոր երկիրը լցեք։ Արգելված սահմաններ կստեղծվեն իրանց։ Աստված մեկ ծառով ուզում էր իրավունք սովորեցնել, որ հետագայում կյանքը քաոսի չվերածվի։ Օրինակ, մարդիկ շատանային, ամուսնանային, իսկ մյուսը ոչ սահման գիտի, ոչ էլ ասած ասած սրբություն։ Ում դու մտներ ասել ես կինը, ես պետք է տանեմ ինձ։ Օրինակ եմ ասում, կլիներ այդպես բան, կամ ես ապրանք ես քո դույլը կամ որևէ բան պետք է վերցնեմ տանեմ։ Եվ Աստված այդ օրը նոր չէր սկսի ասել չի կարելի, արգելված բան կա, սահման կա, իրավունք կա, չէ՞։ Այսինքն արգելված ծառեր կբազմանային, ասենք կոպիտ ասած, իրավունքներ կառաջանային, որքան որ մարդ առաջանար։ Այդ ժամանակ, եթե դու ծառով դաստիարակված էիր Ադամ, արդեն քո ժառանգներն էլ ծառով կդաստիարակվեն, եւ հետո իրանք գիտեին, որ Աստված ասել է, այս սահմանը մի անցի, ուտես կմեռնես, մեղ գործես կմեռնես։ Ուրեմն ծառը մի օրինակ էր, այսինքն մի դաս էր, մի միջոց էր, որ Աստված արդարություն, իրավունք եւ անիրավություն սովորեցնի, ինչ է նշանակում, սա մարդու համար բարի եւ չարի գիտության ծառ։ Բարին ինչ է, չարը ինչ է։ Գիտություն պետք է տար մարդուն։ Հենց այս կրթելով, բայց մարդը խախտեց։ Երբ որ մարդը մեղանչեց, իրավունքի սահմանները խախտելով, մարդը զրկվեց աստվածային կյանքից։ Եվ այդ պահից մարդու մեջ սկսեց գործել մահվան զորությունը։ Ոչ թե միայն հոգին ապականվեց, Ադամն նաև շունչը եւ մարմինն էլ, որովհետեւ դու լսեցիր քո կնոջը եւ կերարան ծառը, որի համար պատվիրեցի ասելով քեզ թե նրանից չուտես, անիծա լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում է։ Եվ նա փուշ եւ տատասկ բուսեցնե քեզ համար եւ դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտնքով հաց ուտես, մինչև որ դառնաս դեպի երկիրը, որտեղ նրանից վերցվեցի եւ նրա համար որ հող էր եւ դեպի հողը դառնաս։ Ոչ թե արդեն Աստված միայն հոգեոր մահի մասին խոսեց, ֆիզիկական մահի մասին էլ արդեն խոսեց, մարմնի։ Ապրես, չարչարվես, մինչև այդ չարչան տառապան քրտինք չկար ուտելու համար։ Բայց հիմա այդ փորիդ հացի համար պիտի կրկնես։ Բայց այդպես կապրես մինչև որ հողին դառնաս։ Այսինքն մի երևույթ չկա, որ կատարվի ու Աստված դրա մասին խոսացած չլինի։ Գուցե մենք ասենք, այո, հոգեոր մահի, բայց ֆիզիկական մահի չի տեղի ունենում, Աստված դրա մասին էլ խոսեց։ Եվ սա բարիք էր, որ Աստված որոշեց, թույլ տվեց, որ մարդը ֆիզիկապես էլ մեռնի։ Եվ հիշում եք, որ ասում է Աստված ասեց ծառի ճանապարհը փակեք, որ չլինի թե Ադամը դրանից ուտի ու հավիտյան ապրի։ Այսինքն ինչ է տեղի ունենալու։ Կյանք անմահության ծառ։ Ադամը ուտեր, հավիտյան պիտի ապրեր, բայց ինչպիսի վիճակով, մեղավոր վիճակով։ Տանջանք, տառապանք, այսինքն հավիտյանական տանջանքը հենց այդ օրերից կսկսվեր եւ այդ թողության ժամանակ եւ միջոց չէր լինի։ Բայց Աստված կյանքի ծառի ճանապարհը փակեց, մինչև որ Քրիստոսը գա թողության հնարավորություն պատրաստի, որ մարդը ազատվի մեղավորությունից, մեղքից ու դատաստանից։ Աստծո բարություն էր, որ ծառը փակեց։ Աստծո բարություն էր, որ ֆիզիկական մահ թույլ տվեց։ Ուրեմն, որ ասացի, փչացավ նաև մարդու շունչը։ Շունչը ինչ է նշանակում, ասենք մարդու բնույթը։ Աստված երբ որ փչեց Ադամի մեջ, ունեցավ բարոյական նկարագիր։ Բայց մեղանչելուց հետո մարդը փչացավ, շունչը փչացավ։ Մարդու բարի նպատակները փոխվեցին դեպի չարը։ Նրա բարոյական նկարագիրը ամբողջովին փոխվեց, դարձավ մեղանչական, բարի էր, դարձավ չար։ Նախ Հռոմեացի 3:10-18 կարդամ, ինչպես գրված է, թե արդար չկա, մեկն էլ չկա, չկա իմացող, չկա Աստծուն խնդրող, ամենքը խոտորեցին, միասին անպիտան եղան, չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա։ Նրանց կոկորտը բաց գերեզման եւ իրենց լեզուներով նենգություն են անում, իժերի թույն կան նրանց շրթունքների տակ, որոնց բերանն անեծքով եւ դառնությունով լիքն է, ոտները, ասում է, շուտագնաց են արուն թափելու, կործանում եւ թշվառություն կան նրանց ճանապարհներում, եւ խաղաղության ճանապարհը չճանաչեցին, որտեւ Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ։ Ճիշտ մտածեք, շատ ժամանակ մեզ համար հեքիաթի նման է թվում, գուցե այս ինչ ազգի մեջ, այն ինչ ազգի մեջ արդարություն կա, կամ այդ ազգը մաքուր է, բայց Սուրբ Գիրքը մի անգամից մերժում է, ասում է, արդար չկա, ինչ անգամ ոչ թե ազգ չկա արդար, այլ մեկն էլ չկա, մի մարդ էլ չկա։ Բոլորը միասին անպիտան եղան, որտեղ բոլորը նույն ծառի պտուղն են Ադամի։
Ադամ ծառի պտուղներն նույն դառնությունով, նույն պտուղով, նույն բնությունով են ծնվում եւ ապրում եւ մեծանում, շարունակում։ Աստծո նմանությունը, քանի հարցով նայեցինք, 4 հարցով, չէ՞։ Այսինքն մարդու բարոյական նկարագիրը, անձնավորություն լինելը, ղեկավարելու կարողությունը եւ վերջում գերագույն լինելը։ Հիմա մենք տեսնենք մեղանչելուց հետո այս պատկերի կողմերը ինչպես փոխվեցին, ուր գնացին։ Օրինակ բարոյական նկարագիրը սա էր։ Ադամը, իհարկե երբ որ ասում ենք Ադամը, դա վերաբերում է արդեն բոլոր մարդկանց, փոխվեց, սուրբ էր, դարձավ մեղավոր, բարի է, դարձավ չար։ Ինչպես որ կարդացի, բոլորն էլ մեղավոր են։ Բարոյական նկարագիրը փոխվեց։ Մինչև այդ Աստված նայեց, տեսավ ամեն բան բարի է, բայց հիմա Աստված նայում է ամեն բան չար է։ Բարոյական նկարագիրը փոխվեց։ Հիմա նայենք երկրորդը։ Ադամը անձնավորություն էր, ինչպիսի անձնավորություն էր, կենդանի անձնավորություն էր, բայց մեղանչելուց հետո դարձավ մեռած անձնավորություն։ Էլի անձնավորություն է, բայց մեռած նկատի չունենք վերացած։ Այսինքն առանց սուրբ կյանքի, առանց աստվածային կյանքի։ Ադամը դարձավ մեռած անձնավորություն, այսինքն անձնավորության հատկությունները որն էին, ծրագրի, ստեղծագործի, չէ, մտածի, բայց օրինակ Ծննդոց գրքում ասում Աստված տեսավ, որ նրանց մտքերը գիշեր եւ ցերեկ չար են։ Հիմա էլ առավել եւս մեկ տեսնում ենք հերոստատուսը, որ բացում նորություն նայելու, որ երկիրը ցույց է տալիս, մարդիկ կարծես թե զորություն են ցույց տալիս, կարծես թե բոլոր երկրներում զենքով մարդիկ ահումահ սարսափ տարածելով ման են գալիս։ Ինչ վիճակ է, աշխարհի վիճակը։ Իրար վրա մահ փչելով ման են գալիս։ Նրանց ծրագրերը չար է։ Անկամ մարդիկ իրենց են սպանում, մենակ թե իրենց հետ մարդ մեռնի։ Կարծես թե բարի նպատակ ունեն, բայց այնքան է ճակերտավոր բարի, որ մահ կա մեջը։ Թե իր համար, թե դիմացինի համար։ Տեսնում եք, նրանց ծրագրերը, մտքերը, կյանքի վերաբերյալ բոլորը չար է։ Անկամ են բարի թվացող օգնություններն էլ չար նպատակներով է, որ մարդկանց տրկացնեն իրենց ծառասարքեն օգնություններով։ Բայց օգնությունը լավ բան է, անկամ նրանց բարին պղծված է։ Ուրեմն դարձավ մեռած անձնավորություն եւ ապաշխարածների համար Պողոս առաքյալն ասում է դուք ձեր մեղքերում մեռած էիք, չէ, երբ որ Աստված ողորմություն արեց։ Մեռած էիք, մեռած անձնավորություն էիք։ Եփեսացիների 2-րդ գլխում էլ ասում 4-ում էլ կամ մյուս Աստծո պատկերի բնութագիրը, որ մարդը ուներ ղեկավարելու կարողություն։ Աստված տվեց, որ մարդը իշխի բոլոր երկրի վրա։ Բայց այսօր էլ է իշխում, գուցե մենք ասենք, այս բնութագիրը չփոխվեց, Աստծո պատկերի այս կողմը չփոխվեց, փոխվեց։ Նորից ղեկավարում է, բայց Աստված մարդուն դրել է բարի ղեկավար։ Բայց մարդը մենք տեսնում ենք չար ղեկավար է դարձել այսօր։ Բնության հետ, ինքն իր հետ, իր ժողովրդի հետ, դիմացինի հետ, դիմաց ազգերի հետ, բոլորը չարաչար են աշխատում։ Անկամ իրենց ժողովրդին անասուն են անվանում։ Այդ ժողովրդը սերվ է, բայց անասուն անվանում։ Այսինքն տեսնում եք, որ չար ղեկավար է մարդը դարձել։ Աստված նրան դրել է, որ ամբողջ երկրի վրա որպես բարի տեր լինի, բարի ղեկավար լինի։ Ուրեմն այդ ղեկավարության բնույթն էլ փոխվեց։ Երրորդը եւ չորրորդը մարդը մենք ասացինք, չէ, ամեն արարածներից բարձր էր, գերագույն տեղում էր, գերագույն արարած էր, սուրբ տեղում էր։ Բայց այսօր մարդը կորցրել է ինքնագիտակցությունը։ Արդեն Ադամի նման չի, որ տեսնի անասունը իր նման չի։ Տեսնում ենք միջ անգամ արդարացնում են անասունի հետ ամուսնությունը։ Հոգևորականներ համաշխարհային մասշտաբով ճանաչվածներ մի տարի դրել այծին ու մարդուն իրար հետ ամուսնացնում էին տաճարում։ Սա խավար չի։ Նրանք կորցրել են ինքնագիտակցությունը, չեն ճանաչում իրենց։ Ժառանգությունը թողնում են կապիկներին, կատուներին, շներին։ Անկամ նրանք այդ կենթանները իրենցից բարձր են դասում։ Մի երկրում մի մարդ գնացել է մոտիկներից մեկը, ես եմ եղել իհարկե այդ երկրում, տեսնում եք մարդիկ հարբած ընկած են, գուցե մեռնեն։ Ոչ մեկ չի խղճում, տեր չեն կանգնում։ Անկամ ոչ թե միայն տեր չեն կանգնում, այն հարբեցնող միջոցները հենց իրենք են բերում ծախում։ Բայց շների կատուների հանդեպ ամեն հարցում ուշադիր են, չի հիվանդանա, բժիշկներ են պահում, հիվանդանոցներ են սարքել։ Այսինքն հետաքրքիր բան է, նրանք այդ կենթանները իրենցից բարձր են տեսնում։ Նշանակում է նա
իր գինը չգիտի, այսինքն ինքը գերագույնը չի, իր համար ավելի գերագույն բաներ կա։ Փողն է, կենթաններն են, տարբեր բաներ են։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մարդու կյանքում ամեն ինչ փոխվել է դեպի վատը։ Չնայած փրկություն թեմա կամ մեղք թեմա կա, որի մեջ մենք ավելի կնայենք մարդու փրկությունը, որտեղ մենք փրկության թեմա այսօր չենք որոշել մարդ թեմայի մեջ խոսենք, այլ մարդու վիճակ այսօր մարդը ապականված է վերին աստիճան ավելին, քան երբևիցե երկիրը եղել է այս վիճակում։ Մարդիկ դատաստանի արժան են իրենց գործերով։ Մարդիկ թույն են շնչում իրար հանդեպ։ Ամեն ինչով ապականված են։ Ինչպես որ Սուրբ Գիրքը ասում, նրանց կոկորդը բաց գերեզման անեծքով եւ դառնությունով, հայանքներով, շատ վատ բաներով լցված է։ Ես սրտերը չար ծրագրերով լցված է, առավոտից իրիկուն միայն վատ բան են մտածում։ Սակայն Աստված, կարճ ասեմ, փրկության ծրագիր է պատրաստել, գործ է պատրաստել Հիսուս Քրիստոսի միջոցով, որ 2000 տարի առաջ եկավ աշխարհ մարդկանց ազատելու այս վիճակից, ազատելու համար նա զոհվեց որպես սուրբ զոհ խաչի վրա, մեռավ, թաղվեց եւ հարություն էլ առավ։ Եվ մարդկանց այսօր Աստված կանչում է դեպի Քրիստոս, Մատթեոս 11:25-28-ում Տեր Հիսուսը ասում է. «Ինձ եկեք բոլոր հոգնածին եւ բեռնավորվածներ, որպեսզի հանգստություն գտնեք»։ Նաեւ Աստծո կանչիցը հենց 11:16-17 Հովանու 1:9, 3:16, որ ասում է Աստված սիրեց աշխարհը այնպես, որ իր միածին որդին տվեց։ Այսինքն թեև մարդը այսքան ապականված է, բայց Աստված ողորմած է, սիրող է, պատրաստել է փրկություն։ Կամ Հովանու 6:44, Փիլիպպեցիս 2:13, որ ասում է Հիսուսը ցածրացավ մարդու փրկության համար, որպեսզի մարդկանց փրկի, մարդկանց նման եղավ, ծառայի կերպարանք ունեցավ նորից։ Հովանու 5:20-ն էլ ուզում եմ այս հատվածը կարդալ, որ Տեր Հիսուսի համար ինչ է գրվում, ասում է. «Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտում մնենք»։ Այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսը նա է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանքը։ Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի ճշմարտությունը բացահայտի մեզ, ճիշտը ճանաչենք, ճշմարտության մեջ լինենք, որ փրկվենք։ Մեկ ուրիշ տեղում ասում է Աստծո որդին եկավ այս աշխարհ, որ սատանայի գործերը քանդե եւ մեզ փրկի։ Իհարկե ապաշխարություն թեմա կա, փրկություն թեմա կա, մենք դրանց մեջ ավելի կներկայացնենք մարդու փրկությանը վերաբերող։ Մարդն Աստծո պատկերով ստեղծված ազնվորություն է, որը մեղանչելով պղծեց իր ողջ էությունը, մարմինը, շունչը եւ հոգին։ Սակայն նրան ստեղծող Աստվածն իր որդի Հիսուս Քրիստոսի խաչի գործով հնարավորություն է տվել, որ մարդը ստանա մեղքերի թողություն, փրկություն եւ հնարավորություն աճելու ու Աստծո գլխավոր նպատակին հասնելու, այսինքն Հիսուս Քրիստոսին նմանվելու։